Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ էլ-Շեյխում խաղաղության գագաթնաժողովին աչքի է ընկել ոչ միայն խաղաղարարի դերով, այլև մի շարք ուշագրավ կադրերով։ Գազայի հատվածում հրադադարի մասին պատմական համաձայնագիրը ստորագրելուց հետո նա նախ հաջողախոսել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին։ Միացյալ Նահանգներում, եթե դուք կնոջն ասում եք, որ նա գեղեցիկ է, դրանից հետո ձեր քաղաքական կարիերան վտանգվում է, բայց ես ռիսկի կդիմեմ։ Դուք չեք վիրավորվի, եթե ես ձեզ ասեմ, որ դուք գեղեցիկ եք, որովհետև դուք գեղեցիկ եք, ասել է ամերիկացի առաջնորդը։ Հետո փնտրել է իրենից ընդամենը 1 մետրի վրա կանգնած Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերին։ Ուր է իմ ընկերը։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել, ասել է նա։ Սթարմերը մոտեցել է բարձրախոսին, սակայն Թրամփը միայն նրա ձեռքն է սեղմել եւ մեջքով շրջվել դեպի Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Իսրայելի խորհրդարանում էր ելույթի ժամանակ Թրամփը Նեթանյահուի ներկայությամբ գովաբանել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յայիր Լապիդին, նրան անվանելով ընդդիմության շատ հաճելի առաջնորդ եւ հաճելի մարդ։ Նա լավ մարդ է, Բիբի։ Հիմա դու կարող ես մի փոքր ավելի բարի լինել, որովհետեւ դու այլևս պատերազմի մեջ չես, կատակել է Թրամփն օգտագործելով վարչապետ Նեթանյահուի մականունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարող է օգնել լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Էրդողանը կարող է, Ռուսաստանը հարգում է նրան։ Ես ոչինչ չեմ կարող ասել Ուկրաինայի մասին, բայց Ռուսաստանի առաջնորդ Պուտինը հարգում է նրան, եւ նա իմ ընկերն է, լրագրողներին ասել է Թրամփը։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Գազայում հակամարտությունը լուծելուց հետո կենտրոնանալու է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վրա։ Կոլումբիայի մայրաքաղաքում անհայտ զինված անձին կրակ են բացել 2 վենեսուելացի ակտիվիստի ուղղությամբ եւ վերջիններս դուրս էին գալիս Բոգոտայի հյուսիսում գտնվող շենքերից մեկից։ Մարդու իրավունքների եւ LGBT+ ակտիվիստ Յենդրի Վելասկեսն ու քաղաքական վերլուծաբան Լուիս Պեչեն հիվանդանոցում են։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Տեղական իշխանությունները կասկածում են, որ դա մահափորձ էր։ Հարձակմանն անդրադարձել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Նա նշել է, որ Վելասկեսն ու Պեչեն հալածվել են Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի կողմից եւ կոչ է արել Կոլումբիայի կառավարությանն անցկացնել մանրակրկիտ թափանցիկ հետաքննություն։ Վելասկեսն ու Պեչեն լքել էին Վենեսուելան անցյալ տարի, ենթարկվելով քաղաքական հետապնդման։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոին անվանել է դև կախարդ։ Բնակչության 90%-ը մերժում է դև կախարդին, ասել է նա, մեկնաբանելով Մաչադոյի արտաքին միջամտության կոչերը։ Մադուրոն վերահաստատել է վենեսուելացի ժողովրդի պատրաստակամությունը պաշտպանելու իր հայրենիքը նրանց ոտնձգություններից, ովքեր չեն համաձայնում արդար խաղաղության, արժանապատվությամբ եւ հավասարությամբ։ Մենք ուզում ենք խաղաղություն եւ մենք կունենանք խաղաղություն, բայց խաղաղություն ազատությամբ, ինքնիշխանությամբ, ասել է Մադուրոն։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելին անկապի է դուրս եկել եւ հայտարարել, որ փախել է երկրից վախենալով իր կյանքի համար։ Նա հայտարարել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա լքել է երկիրը բողոքի ցույցերի ֆոնին։ Ես ստիպված էի ապաստան գտնել կյանքս փրկելու համար, բայց նույնիսկ այս պայմաններում ես շարունակում եմ ելք փնտրել, ասել է նա տեսաուղերձում առանց բացահայտելու իր գտնվելու վայրը։